իհարկե մենք դժվարի ժամանակներ ենք ապրում, մեր բանակները դժվարին ժամանակներ ապրում, բայց հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի։ Կա այդ նախադրյալը, որ ամեն ինչ լավ կլինի, այսինքն ամեն ինչ արվում է բանակը ավելի լավ, ավելի մարտունակ դարձնելու համար։ Այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում եթե այդ նախադրյալները չլինեին, ապա ուրեմն մենք արդեն պետք է բոլորս ձեռքներս ծալած, ճապրուկներս դերսրած եւ Հայաստանը լքելու պատրաստ լինենք։ Նախադրյալներ կան, շատ դժվար է, նախադրյալներ կան, բայց մենք պետք է այդ նախադրյալները, ոնց որ ասում են, ուժեղացնենք, ջրենք, զարգացնենք, որպեսզի այն մարտահրավերները, որ կա այսօր մեր պետության առաջ, դրանք հաղթահարենք։ Եթե հակառակ դեպքում մեր ստգալը, ձեր ստգալը, այս մեր ընկած տղաների հարյունը իմաստ չէր ունենա։ Պարոն Աղազարյան, իշխանությունը այսօր եռավ լուրջ չի եկել, փոխարենը 3 զոհվածների հիշատակի օր էին հռչակել իրենք այդպես եկան, այսօր էլ չեն գալու, այդ մասին ինչ որ դիտարկումներ ունեք։ Դե ես չգիտեմ, ես մի քիչ ես արողակարգային բաներից մի քիչ հեռու եմ, ճիշտն ասած, ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, նույնիսկ, ես կուզեի, որ դա նույն օրը լիներ, որովհետև իրար շատ կապված են, չէ՞ դրանք փոխադարձաբար։ Բայց հիմա իշխանությունը երեք եկել են, երևի կարող են այսօր, չգիտեմ ես, տեղյակ չեմ։ Երկուսը ունեն իրենց խորհուրդը, այն իր խորհուրդն է, սա իր խորհուրդն է։